Ողջույն սիրելի հայրենակիցներ, անհնար է լռել։ Անհնար է լռելը, երբ տեսնում ես, թե ինչ է կատարվում այսօր հայրենիքում, ընդհանրապես հայ ժողովրդի ուղեղում։ Այն ժողովրդի, ում ես շատ վստահում եմ, ում շատ սիրում եմ։ Համարում եմ ինձ այդ ժողովրդի մասնիկը։ Գիտեմ ձեզանից շատերը միգուցե ինձ չեք ընդունում այդ ժողովրդի անդամ, բայց ես ինձ ընդունում եմ։ Եվ ես շատ ուրախ եմ, որ ես հայ եմ ծնվել։ Ես չէի ուզենա ուրիշ ազգության պատկանեի, հա։ Եվ երբ ես տեսնում եմ, թե ինչ է կատարվում այսօր մեր հայրենիքում, ինչ շատերն են ասում, մի խոսա, լռի, բայց ես չեմ կարողանում, անհնար է, այս այն դեպքն է, որ ես որպես քրիստոնյա, ես չեմ կարող լռեմ, որպես հանրային մարդ ես չեմ կարող լռել։ Այսօր իմ սիրելի հայ ժողովուրդը հաշվում է հոգևորականների գումարները և հետաքրքրված է հոգևորականների անձնական կյանքով։ Շատ կուտակվել է, տարիներ շարունակ հայ ժողովրդիս մոտ կուտակվել է, թե ինչքան են աշխատում հոգևորականները և ինչ կյանքով են նրանք ապրում։ Կուտակվել, չեն խոսել, որովհետև ինքը գենետիկ եկած է այդ չխոսելը, որովհետև մեր պապերը երբեք չեն բամբասել հոգևորականների մասին։ Ու լռել են իրանք առանց հասկանալու, թե ինչի են իրանց պապերը լռել։ Բայց այսօր նրանց տրված է խոսելու հնարավորություն, ազատ խոսելու և արտահայտվելու հնարավորություն, և այսօր իմ ժողովուրդը շատ ակտիվ արտահայտվում է մտքերով։ Այսօր խոսքի ազատություն է իմ հայրենիքում, վերջապես 30 տարի չի եղել խոսքի ազատություն, և դեմոկրատիա է, դեմոկրատական երկիր է հայրենիքս, և բոլորը այսօր ունեն իրավունք խոսելու, հա, ոնց որ ես ունեմ իրավունք խոսելու, բայց ուղղակի մի փոքր հիշեցում, որ դեմոկրատիան դա եկել է հեթանոս աշխարհից, ինքը հեթանոսական գաղափար է, և դեմոկրատիան մարդուն է մեծարում, և մարդը կարող է անել ինչ ուզում է, և կա Աստծո օրենքներով պահող հասարակություն, որը դեմոկրատիայի հետ կապ չունի, որովհետև դեմոկրատիան շատ անգամ տանում է դեպի, վատ բառ չեմ ուզում օգտագործեմ, բայց շոռնոյի, այսինքն սանձարձակության։ Իսկ երբ որ դու Աստծո օրենքով ես ապրում և պատվիրաններով, ինքը Աստծուն հաճելի է։ Չգիտեմ ինչքանով է ճիշտ, ասում են դեմոսը դա ժողովուրդն է, այսինքն ժողովրդավարական, հա, ժողովուրդն է կարևորը։ Աստված հանված է։ Դեմոկրատիան ինքը վտանգավոր բան է, ինքի թվացյալ լավն է, որ ժողովրդին ազատություն ես տալիս, չէ, բայց իրականում իր մեջ կա նաև վտանգ։ Դրա համար Աստված տվեց իր պատվիրանները, որպեսզի մենք ծայրահեղությունների մեջ չընկնենք։ Օգնեց մեզ, ցույց տվեց, ոնց կարող ենք ապրել։ Մեզանից շատերը չէին լսում, ես ինքս էլ չէի լսում այդ պատվիրաններին և դեմոկրատիայի մեջ էի, լիբերալ էի և անում էի այն, ինչ սիրտս կկամենար և հասել էի արդեն շատ ծայրահեղ ուրեմն իրավիճակների, բոլորդ տեղյակ եք, հեչ պարտադիր չի, չնայած շատերդ ինձ հիշեցնում եք իմ անցյալը, բայց սիրելիներս ես շատ լավ հիշում եմ իմ անցյալը, կարիք չկա ինձ հիշացնելու, որովհետև ես ամեն օր եմ հիշում իմ կյանքում արված բոլոր սխալները և ապաշխարում եմ Տիրոջ առաջ։ Այսօր իմ շատ սիրելի հայ ժողովուրդում ես շատ վստահում էի և ես գիտեի, որ նրանք քրիստոնյա են, նրանք բացեի բաց, քանի որ կա խոսքի ազատություն, բացեի բաց հայհոյում են քահանաներին։ Կուտակված այդ թարախը վերջապես ունեցավ հնարավորություն, ոնց է որ պզուկը սենց սխմում ես, ինքը արդեն էլ տեղ չունի, ինքը պզում է, դուրս է գալիս։ Չես կարա թարախդ պահես քո մեջ, 30 տարի պահել ես, չես արտահայտվել, թե որտեղից քահանաներին փող, որտեղից քահանաներին թանկանոց մեքենաներ, ինչու պետք է նրանք մեր հարսանիքներին 1500 եվրո վերցնեն, և արդյոք նրանք գույս են, թե ոչ։ Ես երբեք չէի պատկերացնի իմ ամենավատ երազի մեջ, որ երբևէ հայ ժողովուրդը կարա բացեի բաց հայհոյի քահանային, երբեք։ Կոմունիզմի ժամանակ սպանվել էին համարյա բոլոր
հոգևորականները եւ վանականները։ Եվ պատկերացրեք, նրանցից շատերը սպանվել էին հայերի կողմից։ Վերևից ասել էին եւ նրանց սպանել էին եւ մնացել էին մի քանի հոգի։ Այսինքն ոչ միայն հայ ժողովրդի հոգևոր վիճակներ շատ վատ, հա, այսպես ասեմ։ Նաեւ եկեղեցու վիճակներ շատ վատ։ Այսինքն չկային մարդիկ, չկային վարդապետներ, ովքեր կքարոզեին կամ կասկածնեին պատարակներ։ Դրա համար բերեցին եկեղեցի այն մարդկանց, ովքեր ուղակի գրել կարդալ գիտեն կամ երգել, որպեսզի չկորցնենք մենք մեր ինքնությունը, այդ մարդկանց ասեցին դուք նորից ոտքի հանեք եկեղեցին։ Բայց մենք, որպես հայ ժողովուրդ, մեզանից մեծամասնությունը եղել է անհավատ կոմունիստ։ Ոմանք, այո, իրենց հավատքը պահել են տատիկների, պապիկների շնորհիվ։ Եվ կոմունիստական Հայաստանում ժողովրդի մեծամասնությունը չէր տիրապետում առաքելական ուսմունքին, որը մեզ փոխանցել է մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Որովհետև չէինք հավատում Աստծուն եւ հեթանոս էինք, պիոներ էինք, հոկտեմբերիկ էինք եւ ամոթ էր գնալ եկեղեցի, ով գնում էր եկեղեցի պատարակի, նրանց աշխատանքից հեռացնում են։ Երևի թե լսել եք այս պատմությունները։ Հայաստանը ել չի եղել քրիստոնյա Հայաստան։ Մենք մեզ համարել ենք առաջին երկիրով ընդունել է պետականորեն քրիստոնեություն, բայց մենք չենք իմացել առաքելական ուսմունքի մասին, մենք գաղափար չենք ունեցել, որովհետև մենք ուսուցիչներ չենք ունեցել։ Այդ ուսուցիչների գրքերը ունեցել ենք։ Բայց կենթանի ուսուցիչներ, ովքեր կքարոզեին առաքելական ուսմունքը, քիչ էին, համարյա չկային։ Եվ մենք բոլորս մեծացել ենք հեթանոսական Հայաստանում։ Անհավատ կոմունիստ Հայաստանում։ Բոլորս։ Եվ 30-ից 35 տարի այս վերջին, հա, մեր անկախանալուց հետո 30-ից 35 տարի ինձ ուղեք, տարիների մեջ լավ չեմ, մեր թուլացած եկեղեցին նորից ոտքի կանգնեց, փորձեց նորից ոտքի կանգնել, հայ ժողովրդի իհարկե օգնությամբ, հա, մեր բարերարների օգնությամբ, չգիտեմ, նորից կառուցվեցին եկեղեցիներ, նորից հնչեցին պատարակներ, չնայած պատարակները պարբերաբար եղել են, բայց շատ քիչ եւ մարդիկ են քիչ եղել գնացողներ, հավատացյալները շատ քիչ են եղել։ Այսինքն այս վերջին 30-35 տարվա մեջ է, որ մեր եկեղեցին նորից կամաց ոտքի է կանգնում։ Եվ 100% եկեղեցու ներսում կլինեն բաց թողումներ։ Օրինակ, կարծում եմ, դա իմ կարծիքն է անձնական, մշակները շատ քիչ են այսօր, ուսուցիչները, վարդապետները այսօր շատ քիչ են մեր եկեղեցում, ես շատ կուզեմ, որ նրանք մի քիչ ավելի շատ լինեն։ Եվ փառք Տիրոջը, որ այսօր կան հոգևորականներ, ովքեր վիդեոներ են անում եւ կիսվում են առաքելական ուսմունքով։ Ես շատ ուրախ եմ։ Հետևում եմ շատ հոգևորականների, ովքեր սրբակենցաղ կյանքով են ապրում եւ գեղեցիկ մեկնում են Աստծո խոսքը, ես նրանց մեծ սիրով լսում եմ։ Աստված օրհնի այդ հոգևորականներին։ Հիմա հայ ժողովուրդը, որ ընդհանրապես գաղափար չունի առաքելական ուսմունքից, որոնցից մեկը ես էի։ Ես այս վերջին 2-3 տարին է, որ ծանոթացել եմ առաքելական ուսմունքին։ Ես կարդում էի Աստվածաշունչ, ես աղանդավոր եմ եղել։ Ես եղել եմ բողոքական եկեղեցուց, ես գաղափար չեմ ունեցել առաքելական ուսմունքի մասին։ Ես գնացել էի իմ մայր եկեղեցուց, փախել էի, գնացել դարձել էի աղանդավոր։ Որովհետև աղանդավորները իմ ականջը շոյում էին, էգոս շոյում էին, բայց հիմա դրա մասին չեմ ուզում խոսեմ։ Փառք Տիրոջը, ես 3 տարի է հաճախում եմ առաքելական եկեղեցի։ Ես դեռ չեմ մոտեցել իմ ուղերձին, սենց ասեմ։ Մի բան ուզում եմ ասեմ բողոքականներից ու էլ չեմ շոշափի, երբ որ ես բողոքական եկեղեցի հաճախում, կյանքի խոսք, ձեզանից շատերը գիտեք, աղանդավոր ուսմունք, մարդկանց ոչինչ չունեմ ասելու, իմ ժողովուրդն եք, դուք սիրելի հայրենակիցներ, ովքեր հաճախում են կյանքի խոսք կամ նման բողոքական եկեղեցիներ, մարդու նկատմամբ ոչինչ չունենք, բայց ուսմունքը շեղված է, այսինքն ամբողջ խնդիրը ուսմունքի մեջ է։ Երբ ես հաճախում էի բողոքական եկեղեցի, այդ եկեղեցին ինքը իրան պահում էր։ Ոնց էր ինքը իրան պահում, հավաքվում էր զոհաբերություն զամբյուղներով եւ բոլորս տալիս էինք 10-րդ, մեր աշխատավարձի 10%-ը։ Եվ բոլորիս հավաքելով ունեինք հաշվապահներ, ովքեր ամեն անգամ զոհաբերություն։ Այդ մարդիկ չէին աշխատում անվճար, որտեղ այդ մարդիկ ամբողջ օրը եկեղեցում քարոզում էին, վատ ուսմունքը, հա, շեղված ուսմունքը, իրանք շատ լավն են։ Ես ունեմ լիքը լավ ընկերներ, բայց համակարգը դա էր, նրանք իրենց պահում էին։ Այնտեղ հոսանքի վարձ կար, շենքի վարձներ։ Ես ինքս բողոքական եկեղեցում ամեն անգամ զոհաբերություն եմ տվել, ես ինքս 10-րդ եմ հավաքել,
տարել եմ, հանձնել եմ եւ հետո արդեն եկեղեցին այդ բողոքական աղանդավոր եկեղեցին արդեն իրենք որոշում էին իրենց ծախսերը, հա, որտեղ ոնց որպեսզի կարողանային իրանք գլուխը պահեին։ Բայց վախեցակ, վեր թռակ։ Չգիտես ինչի, այսօր իմ հայ ժողովուրդը, այն իմ աղա հայ ժողովուրդը, որ երաժիշտների վրա սենց $100 է, կլարնետիստի վրա մենակ $2000 է շփում, այսօր սկսել է հաշվել քահանայի փողերը։ Այն դեպքում, երբ պսակում է իրա բալայի հարսանիքին, իրա բալեքի կնունքին, ինչի է փող վերցնում քահանան։ Իմ աղա հայ ժողովուրդը, որ համալիրումը տենց հարսանիք կարա անի, այդքան կազինոներում կարա գնա կրվի հազարներով, այսօր հաշվում է քահանայի փողերը, մոմը վաճառելու գումարը, այն հայի թասիբով ցուցադրական, որ հարսանիքին մենակ Ամերիկայում $100,000 են տալի, մենակ ծաղիկներին, երևի Երևանում մի քիչ ավելի քիչ։ Ձեր երեխեքի ծաղիկները հարսանիքի $10,000 են, դա ամենակիչն եմ ասում, որ հաջորդ օրը դուք տանում թափում եք, բայց պիտի ձևական բոլորը տեսնեն, որ դուք ծաղիկներին այդքան փող եք տվել, ու դուք չեք ղմշում այդ քծիբներ, քահանային €1500 տակ, սա որ կանալը միացնում եմ, քահանան €1500 փող ուզեց, այդքի չեք ղմշում քահանային փող տակ, որ մեկը կոմենտներում գրել է Անի ջան, աղջիկներիս ամուսնացրեցի, ամեն մեկի համար €1500 փող ուզեցին։ Էմի դուր։ Ասա, որ ես այդքան չունեմ, կարամ քիչ տամ, կարող է քեզ քահանան ասի չէ։ Իմ կյանքում, իմ սեփական փորձից կարամ ասեմ, ես հարցրել եմ, ասել եմ, ես հրաշալի աղոթքի համար ես ուզում եմ նվիրատվություն տամ։ Ինչքան պիտի տամ, ինձ ասել են, ինչքան ուզում ես, Անի ջան, ինձ ոչ ոք թիվ չի ասել։ Միգուցե ձեզանից շատերին թիվ են ասել, բայց եթե դու ասես, որ ես այսքան չունեմ, ինքը չի ասի ես քեզ չեմ օրհնի։ Ինչքան ունես, այդքան տուր։ Ինչի չեք ամաչում։ Երբ որ դուք զանգում եք ինձ որպես երգչուհի, ես ձեզ ասում եմ $3000, այդ ինչի եք ինձ տալիս այդ $3000-ը։ Գիտեք ինչի եք տալի, որտեղ ես ուրախացնում եմ ձեզ։ Ոչ բոլորն են տալի, ոմանք։ Ինչի, որտեղ ես ձեզ լավ էմոցիաներ եմ, չէ՞ տալիս։ Այսինքն դուք երգչուհուն կամենում եք, հոգևորականին չէ, ով 2 ժամ մենակ չէ, իդեպ քահանան։ Սարկավագների հետ միասին անցկացնում է, ասենք, չգիտեմ, օգնականների հետ միասին անցկացնում է ձեր երեխաների հարսանիքը, 2 ժամ այդ մարդը աղոթք է կարդում, որ ձեր երեխեքը օրհնվեն, Աստծո օրհնությունը մի անգամ է դա լինում, պսակ, մի անգամ ձեր կյանքի մեջ։ Ձեր երեխեքին պսակելու համար դուք €1500 չեք ուզում տակ, իդեպ այդ գումարը քահանան չի դնում իր գրպանը, ինքը բաժանում է։ Հաստատ եմ ձեզ ասում, որ դա իր գրպանը մենակ չի գնում։ Գնում են աշխատակիցներին, չգիտեմ, եկեղեցում ինչ ծախսեր կա, երբեք քիթս չեմ մտցնում եկեղեցու ծախսերի մեջ, ձեր նման, անշնորհքներ։ Այսինքն ինձ որպես երգչուհի տալիս եք ու ես այդ 3000-ը դնում եմ իմ գրպանը, հա կարող ասենք դրա ինչ որ մասով տուն եմ պահում, բան չունեմ ասելու, բայց քահանան տուն չպահի։ Ողջ քո կյանքի ընթացքում դու մի անգամ ես մկրտվում։ Գիտեք մկրտությունը ինչ խորհուրդ ունի։ Դուք չեք պատկեր, դուք չգիտեք մկրտությունը ինչ է, այդ աղոթքը, այդ մերոնը, որ քահանան քսում է ձեր ճակատին, այդ ժամանակ Աստծո հոգին է իջնում քո վրա։ Կյանքիդ մեջ մի անգամ ես մկրտվում, այդ քո հոգուտ փրկությունն է, որ դժոխքի կրակներից փրկվում ես։ Դու չես խմշում հանես քահանային $1500 մայր, փող տաս։ Բայց քո ասենք ամեն մի ծնունդին, ինչ որ անկապ մի բան առնելուն ու ծախելուն, մեքենայիդ $100,000 փող կտաս։ Բայց մի հատ աղոթքի համար դու չես ուզում $1500 տաս, այսօր ամբողջ ժողովուրդը դուրս է եկել ասма ինչի է քահանան, չի ամաչում են падգամավորը, անունը չեմ ուզում տամ, նստի ասма $1500 չարժ է արե, եվրո, տո լավ է արե։ Ձեր երեխեքի 16-ամյակը, 20-ամյակը, ձեր 30-ամյակը, 40-ամյակը չենք անում չի կարելի, 50-ամյակը, բոլոր ձեր ամյակներին հազարավոր դոլարներ եք ծախսում
Կյանքներիդ մեջ երկու անգամ մտնում եք եկեղեցի, մի անգամ պսակվելուց, մի անգամ մկրտվելուց, չեք խմշում, տակը քծի բներ։ Քահանային չես ուզում փող աշխատի